Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, բարև ձեզ սիրելի ընկերներ, այս ավտոլայվը, որը տենց մի քիչ առանձնահատուկ է մի քանի պատճառով, առաջինը ես սովորաբար մենակ եմ լինում ավտոլայվի ժամանակ, այս դեպքում ընկերոջս հետ եմ, Սերգեյ Հարությունյան, մեր 5 իրավապաշտպաններից, մենք մի քիչ տենց երկար որ ունեցանք, մասնակցեցինք Արմավիր քաղաքում Արշակ Սրբազանի վերաբերյալ տարօրինակ գործով, տարօրինակ դատական նիստին, տարօրինակ էր, չէ՞։ Տենց էլ ասել։ Բավական տարօրինակ էր։ Դե ուշքումիտներս այսօր իհարկե Դավիթի գործներ, Դավիթի վիճակներ, երեք տեղափոխել էին Արմավիր քրեակատարողական, շատ ջղայնացած էինք, շատ նեղված էինք, երեք մի պահ ուզում էի միացնեի ավտոլայվը, բայց որոշեցի ավտոլայվ չանել, որտեղ իրականում չէի կարողանալու ինձ պահել, ոնց են ասում, բանի, նորմատիվային լեքսիկայի շրջանակներում անկեղծորեն չէի կարողանալու, դրա համար ասեցի լավ, հələ որ դրա ժամանակը չի։ Բայց այսօր մենք որ ասում եմ մի լույս բացվեց եւ դա միանգամից ասեմ, որ սիրելի քաղաքացիներ, հարգելի ընկերներ, ձեր բոլորի շնորհիվ է, այս հանրային հետաքրքրությունը, հանրային հանդուրժողականությունը նման անարդարությունների նկատմամբ, այդպես ձևակերպեմ, դա ամենակարևոր դերը ունեցավ, որ Դավիթին, որը ընդամենը գնացել էր Ծաղկազարդի պատարագի ու ընկել էր շարի մեջ, այն պատճառով, որ ինչ-որ մեկը տեղ այցելել էր և ուզում էր, չգիտեմ ինչ ցույց տար, և արդեն 2 շաբաթ, 2 օր, 16 օր, այսօր երեքշաբթի է, չէ՞։ Այո։ 16 օր, այսօր 17-րդ օրն էր, անազատության մեջ էր Դավիթը, այստեղից այնտեղ, այնտեղից այստեղ, ոստիկանություն, քննչական, այն մյուս քննչական, դատարան, Արմավիր քրեակատարողական, հիվանդանոց, Աբովյան քրեակատարողական, մղձավանջ էլի, ու այն որ ծայրահեղ անարդար վիճակ, այն որ մինչև այսօր հնարավոր չեղավ ապահովել, որ գոնե մի հոգևորական այցելի Դավիթին, այն որ հնարավոր չեղավ, ամեն բան փորձեցինք անել, նույնիսկ նենց բաներ եմ արել, այնպիսի մարդկանց հետ եմ զրուցել, որ այն պայմաններում ինձ թվում է չէի զրուցել, նույնիսկ այսպես ասեմ, էլի առաջ չբացելով փակագծերը։ Եվ ստացանք լուր դրա մասին, որ դատախազի որոշմամբ ազատ է արձակվում Դավիթ Մինասյանը, դատախազը նման իրավունք ուներ, այս այն փուլն է, որտեղ դատախազի վարույթ իրականացնող մարմինը դատախազն է, բայց իհարկե, որպեսզի պատկերացնենք, թե իրական իրավիճակի ինչպիսին էր, դա նույն դատախազն է, որը որ 2 թե 3 օր առաջ մերժել էր մեր պաշտպանական թիմի, մեր գործընկերների դիմումը Դավիթին ազատ արձակելու մասին։ Հիմա սեփական նախաձեռնությամբ որոշեց, որ պետք է ազատ արձակի։ Լավ արեց, որ ազատ արձակեց, բան չունեմ ասելու, բայց նորից ասեմ, ես համարում եմ այդ հանրային, շատ մեծ եմ համարում այդ հանրային արձագանքը, որ չգիտեմ, 2 օր առաջ երեխեքն էին ակցիա անում Սուրբ Աննայի դիմաց, լուր ակցիա, շատ տեղին եւ շատ ազդու։ Այս արդեն 2 օր կանայք էին գլխավոր դատախազության դիմաց նստածույց անում։ Բազմաթիվ այլ բաներ, անընդհատ փողոցումից մարդիկ տեսնում են, Սերգեյին մարդիկ տեսնում են, այն որ մեկ էլ տեսնում ես օտար մարդ շատ անհանգստացած մոտենում, արդեն գիտես, որ մոտենալու է Դավիթից հարցն։ Դու էլ չգիտես ինչ պատասխանես։ Մենք էլ փորձել ենք մեր հնարավորությունների սահմաններում թե բուն դատարանում, թե իրավապահ մարմինների առջև եւ թե ոչ պակաս կարեւոր է, ես քեզ կհամարեմ ավելի կարեւոր է հանրային կարծիքի դատարանում, մեր վարազդատի ականջը կանչի իր ներմուծած տերմինն է, հանրային կարծիքի դատարանում ցույց տալ այս ամեն ինչի ծայրահեղ անարդար լինելը եւ ապօրինի լինելը։ Այս առումով
այն որ смешанные чувства եմ դրել այսօրվա լայվի անունը, смешанные чувства-ի ես դրական կողմն է, որ իսկապես որ շատ լավ ենք զգում, հատկապես գնացինք Սերգեյի հետ, հասանք այն պահին, երբ նոր դուրս էին եկել բանտից, եւ Դավիթին տեսանք, բարեկամներ, ազգականներին տեսանք, այդ ուրախությունը, այդ մի խոսքով, դա մենակ դա արժի։ Այ փաստաբանի, իրավապաշտպանի աշխատանք, ուրիշ բան էլ չլինի, այդ 5 վայրկյանը, այդ զգացողությունը, որ քեզ փոխանցվում է, դա շատ ազդու բան է, այդ չգիտեմ, մեծ լիցք է տալիս, շատ մեծ լիցք է տալիս, շատ ուրախ ենք, բայց ցավոք սրտի այս դրականի կողքին ուզում եմ այն չգիտեմ էլի ոնց բնութագրեմ էլի նկատեցինք Երևանում չենք հիմա ամբողջական չենք կարդացել ինչ ա եղել ինչ չի եղել բայց նկատեցինք որ ընդդիմադիր առավել նշանակալի ուժեղ Հայաստանի Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի մի քանի ներկայացուցիչ են ձերբակալել կալանավորել Չէ, ներողություն, չխարանավորել, ձերբակալել, ներողություն, ձերբակալել։ Կանայք, ոնց որ թե երկուսի մասին լսեցինք։ Մեկը բավական հայտնի Գոհար Ղումաշյանը, որը ոնց հասկացանք, ոչ միայն բազմազավակ մայր է, այլև 2 ամսեկան, թե նույնիսկ ավելի փոքր բալիկ ունի։ 40 օրեկան։ 40-ի մեջ երեխա, լավ ասենք։ Ընդ որում, որ նայում ես այդ ամբողջությամբ իհարկե չենք նայել վստահ եմ, որ այդտեղ առանձնապես բան չկա, տենց։ Բայց ես ուզում եմ հիշեցնել, մոտավորապես 3 թե 4 շաբաթ առաջ, երբ որ Նիկոլ Փաշինյանը ուղենք չէ գնում ես։ Եկանք հասանք Իսակովի պողոտա, այդտեղ քանդած է, ինչ որ չգիտեմ, ինչ են անում։ Անձրևային ասֆալտ։ Անձրևային ասֆալտ են անում, դե երևի նոր տեխնոլոգիա է, ասել, չգիտենք դրա մասին։ Նոր տեխնոլոգիա է։ Մենք ինչ իմանանք այդ նոր տեխնոլոգիա, հին մարդ ենք մենք։ Մի խոսքով, ես հիշում եք 3 թե 4 շաբաթ առաջ խոսում էի նրա մասին, որ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում հանցագործություն էր կատարել։ Կոնկրետ քաղաքացու հետ, կոնկրետ ուղիղ եթերում խոսել էր աշխատավարձ, աշխատանք եւ այլն։ Բայց ո՞նց եղավ դրան հակակոռուպցիոն կոմիտեն արձագանք չի տալի։ Այն էլ ափաշկարա բանն է, որտես լսելու, բանանելու Փաստորեն բոլորին լսում են, բոլոր ընդդիմադիրներին ստացվում է լսում են, ու չգիտեմ ինչ են հայտնաբերում, Այս պահին չեմ ուզում դատողություն անեմ, բայց միանգամից ասեմ, որ չեմ վստահում Նիկոլական որևէ իրավապահ մարմնի, որտեվ որ ասма տառապանքս փորձ ունի, բայց դե հիմա քանի որ չենք լսել մանրամասները, ճիշտ էլ չի հիմա դնենք դատողություն անել, բայց այն ինչ որ գիտենք այն որ Նիկոլ Փաշինյանը Համանման բաներ արել են, ինչ որ իրանց այդ հայտարարության մեջ նկարագրված։ Այդ ոնց եղավ, որ դրան որևէ արձագանք չտրվեց։ Սա այն փաստերն են, որոնք ամեն օր ցույց են տալիս, որ այս ընտրությունները ուղղակի նույնիսկ մինչև ընտրարշավը չէ, ինչա քարոզչությունը չէ, տենց է, ես դրանից շատ գլուխ ընտրական process-ը սկսել է, բայց հիմա քարոզարշավը հիմա գրանցման փուլն է ոնց որ թե մի խոսքով մինչև անգամ կուսակցությունների գրանցման փուլի նոր ասկսել ավարտը, արդեն կարելի է լրջորեն կասկածի տակ դնել։ Նույնիսկ ես տենց դիվանագիտական բաների մեջ մտնելու ոչ մի դիվանագիտական տերմինոլոգիա կիրառելու ոչ մի պատճառ չունեմ, ուղիղ ասեմ, դա նշանակում է արդեն ընտրությունները այս պահին կեղծվում են։ Այ հիմա կեղծվում են։ Որտեվ Նիկոլ Փաշինյանը գնալով սկսում է հասկանալ, ենթադրում եմ էլի, որ իր գործերը լավ չեն, որ ընդդիմադիր ուժերը կարող են ավելի շատ ձայն ստանալ համահավաք ձևով, քան իր ադրբեջանամետ քաղաքական ուժը, Ռամիլ Սաֆարովի այսպես հերոսացման, Ռամիլ Սաֆարովին հերոսացնող Ալիևի հովանավորյալ ուժը։ Այդ ինձ թվում է նույնիսկ այդպես լավ քաղաքականությունից հասկանալ էլ պետք չի, որպեսզի այդ դատողությունը մենք կարողանանք անել։ Բայց թե չէ բանով է տեսել։ Բանով է տեսել, այս ռեպրեսիաների ծավալով է տեսել։ Որևէ վստահություն չկա։ Եվ ես նաև ենթադրում եմ, նոր մտքովս անցավ, որ սա կարող է կապված լինի եւ երևի կապված է եւ
Նրա հետ, որ վաղը Սամվել Կարապետյանի գործով առաջի դատական նիստն է, մարդիկ ակնկալում էին, որ կարող է լինի նրա ազատության վերադարձ։ Կարող է նաև դրա հետ է կապված։ Չգիտեմ, ես ուզում եմ ընդդիմադիր գործընկերներին տոկունություն մաղթել, վստահ եմ այն մարդիկ, ովքեր որ Հայաստանի պես դեպի բռնապետություն գահավիժող համակարգերում, չհասած բռնապետությանը, սուտ կլինի, ասեք բռնապետությունը արդեն տենց կայացած չէ, բայց ամեն օր մի քայլ դեպի առաջ է գնում դեպի բռնապետություն։ Օրերի կա, որ մեկ չէ, մի քանի քայլ առաջ է գնում դեպի բռնապետություն։ Այսպիսի վիճակում գտնվող համակարգերում քաղաքական, նեղ քաղաքական, առավել եւս նեղ քաղաքական, լայն առումով հանրային էլ պայքարի մեջ մտած մարդիկ վստահ եմ հասկանում են, որ այս վտանգը միշտ կա եւ վստահ եմ, որ նրանք դա հաշվարկված են արել, այսինքն հաշվարկված են արել այն առումով, որ իմացել են, որ ցանկացած բանի կարող է գան իրենց բռնեն տանեն, բայց չգիտեմ, հաշվարկել են, մտածել են դրա մասին, որ կարող է գան տանեն 40 տարեկան երեխա ունեցող կնոջը։ Ես Գոհար Հումաշյանին չեմ ճանաչում, երբևէ չեմ շփվել իր հետ, բայց անկեղծ ասած, sense հերակա մեծ սիմպաթիա ունեի իրենց թիմի շրջանակներում եւ առանձնահատուկ բալետ եմ անում իրան, sense ասեմ, հուսով եմ, որ երկար չի տևի անազատությունը։ Բայց արդեն այս քանի ժամը նշանակում է 40 օրեկան երեխուն զրկել մամայից։ Կամ եթե չգիտեմ, անգամ թողել են երեխուն մամայի մոտ, այդ ստրեսային ազատություն, երեխուն զրկել։ Երեխուն զրկել ազատությունից, երեխուն զրկել այդ ստրեսային վիճակի մեջ դնել։ Մի խոսքով էլի, դա չի կարելի էլի տենց անել։ Չգիտեմ, էլի տենց սահմաններ կան, բան կան։ Այս ինչ են անում, այս Ասֆալտ։ Այս այլի, դες նոր թաց ասֆալտի տեխնոլոգիա դեք մեկ տեսնում ժողովուրդ ջան։ Կներեք էլի այս լուրջ թեմաների մասին խոսալուց հիմա ասած Պոստը սինցես անձրևի տակ, լավ։ Այսքանն էի ուզում ասել, Սերգեյը ինչ-որ բան ունի լրացնելու։ Մի բան կասեմ միայն, 2 օր առաջ Ռուբեն ջան, իրար հետ էինք Նայիրի ԲԿ-ի բակում, Դավիթ Մինասյանի մայրիկին ասում էի սա էլ կանցնի։ Հա։ Նույնը հիմա եմ ասում, սա էլ կանցնի։ Այո, Վստահ եմ, որ հիշում եմ։ կանցնի այս ամեն ինչը ու լավ է լինելու։ Այս ուրախ նոտայի վրա էլ, այս դրական նոտայի վրա էլ ավարտենք այս խառը զգացումներով ավտոլայվը, смешанные чувства, համ բարձր, այսպես զգացողություն, բավարարվածության զգացողություն, ինչ որ դրական զգացողություն, միաժամանակ շատ բացասական զգացողություն, որ պատկերացնում ենք, որ ասած կեղտոտ բաներ են տեղի ունենում եւ ուղղակի յավք էլի։ Այսքանը հաջողություն մենք էլ տեսնենք այս ջրային ասֆալտի միջով ոնց ենք կարողանում հասնել քաղաքամայր Երևան։ Ստեսություն։